Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրու երկու մարդ, մեկը տալիս է ամենաթանկը առանց հաշվելու, մյուսը վաճառում է ամենասուրբը հաշվելով գինը, որն ես դու։ Այսօր այս կտրուկ հակադրությունը տեսնում ենք Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխի առաջին հատվածում։ Սա պատմություն է անցյալի մասին, սա հայլի է մեր սրտի համար։ Այն ժամանակ քահանայապետերը, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայափա անունով քահանայապետի պալատում, խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն, բայց ասում էին ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Երբ Հիսուսը եկավ Բեթանիա, բորոց Սիմոնի տունը, նրան մի կին մոտեցավ, որն իր մոտ միշտ ճիշտ թանկարժեք յուղ ուներ, և մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին, և աշակերտները երբ տեսան, բարկացան, սաստեցին, ասացին. ինչի համար էր այդ յուղի վատնումը, որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին։ Հիսուսն իմացավ այս և ասաց նրանց. ինչու եք անհանգստացնում այդ կնոջը, նա ինձ համար մի բարի գործ կատարեց, աղքատները միշտ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն։ Այդ ժամանակ 12-ից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետերի մոտ և ասաց. ինչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ։ Նրանք 30 արծաթ դրամ վճարեցին նրան։ Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ։ Ամեն։ Սիրելի հավատացյալներ, քահանայապետներն ու ծերերը հավաքվում են և որոշում բռնել, սպանել Հիսուսին, բայց ոչ բացահայտ, այլ խորամանկությամբ։ Սիրելիներ, չարը միշտ չէ, որ աղմկոտ է, շատ հաճախ այն գործում է լուռ ու հաշվարկված։ Զգոն եղիր ոչ միայն ակնհայտ մեղքի, այլ նաև լուռ սառեցման նկատմամբ քո սրտում։ Մի կին մոտենում է Հիսուս Քրիստոսին և լցնում նրա գլխին թանկարժեք յուղ։ Սա մեծ զոհաբերություն է։ Նա չի խնայում, նա չի հաշվում, նա տալիս է ամենաթանկը։ Իսկական սերը զոհաբերական է։ Հարցրու քեզ, քո սերը Աստծո հանդեպ հաշվարկվա՞ծ է, թե ամբողջական։ Աշակերտները դժգոհում են, սա կարելի էր վաճառել և աղքատներին տալ։ Թվում է ճիշտ խոսք են ասում, բայց իրականում նրանք չեն հասկանում պահի խորությունը։ Ամեն ինչ, որ աշխարհը վատնում է համարում, Աստծո աչքում կարող է լինել սուրբ զոհաբերում։ Մի չափիր հոգևոր արժեքները միայն մարդկային տրամաբանությամբ։ Հիսուսը պաշտպանում է կնոջը, ասում է. նա բարի գործ արեց ինձ համար, նա պատրաստեց ինձ թաղման համար, և ավելացնում. այս արարքը պիտի հիշվի ամբողջ աշխարհում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այն ինչ դուք անում եք սիրով, Աստված չի մոռանում։ Բարիք արա, բարի գործեր արա, եթե անգամ ուրիշները չեն գնահատում։ Հանկարծ տեսարանը փոխվում է։ Հուդա Իսկարիովտացին գնում է քահանայապետերի մոտ և ասում. ինչ կտաք ինձ, եթե ես նրան ձեզ մատնեմ։ Նրանք տալիս են 30 արծաթ։ Սա ամենացավալի պահերից մեկն է։ Մեկը տալիս է ամենաթանկը, մյուսը վաճառում է ամենասուրբը։ Զգուշացիր այն պահերից, երբ սիրտդ սկսում է գին դնել հավատքի վրա։ Այս հատվածը մեզ ցույց է տալիս երկու ճանապարհ։ Կինը տալիս է, սիրում է, նվիրում է, Հուդան հաշվում է, վաճառում է, դավաճանում է։ Այս հատվածը մեզ տալիս է հզոր ուղերձ։ Սերը զոհաբերություն է։ Աստված տեսնում է քո սրտի շարժառիթը։ Մարդկային տրամաբանությունը միշտ չէ, որ ճիշտ է։ Բարի գործերը չեն կորչում Աստծո առաջ։ Դավաճանությունը սկսվում է սրտի ներսում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ։ Լինել այն կնոջ նման, թե Հուդայի նման։ Տալ առանց հաշվելու, թե ապրել հաշվարկով։ Եթե այսօր քո սիրտը
սառել է վերադարձու այն Աստծուն։ Եթե քո սերը թուլացել է, թույլ տուր, որ այն վերականգնվի։ Սիրիր ամբողջ սրտով, տուր առանց վախի, ապրիր նվիրվածությամբ եւ քո կյանքը կդառնա ոչ թե դավաճանության պատմություն, այլ սիրո վկայություն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել, տարածել, որ ավելի շատ քրիստոնյաներ տեսնեն այս տեսանյութը։